Բարեբոլորին ժողովուրդ ջան, ձեր հետ եմ ես Ռոստոմը եւ դուք գտնվում եք Crop Roast YouTube-յան ալիքում։ Այսօր խոսելու եմ ալիքի ամենաշատ առաջարկված վիդեոներից մեկի մասին եւ դա Queen Marine-ն է, մաս 2։ Ինչ վիդեոն ասել, դու չմոռանաս բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին եւ իմ Instagram-յան ալիքին։ Հողումը կլինի Edge-ից bio-ում։ Հաճելի դիտում։ Դե ինչպես գիտենք, Queen Marine-ը սկսել են կառուցել 1930 թվականի Շոտլանդիայի մայրաքաղաք Clydebank քաղաքում։ 1936 թվականի դեկտեմբերի 5-ին անցնում է արդեն պաշտոնապես շահագործման։ Queen Marine իր ժամանակների համար համարվել է շքեղության գագաթնակետ, նավում կային ավելի քան 500 սենյակ, խանութներ, ռեստորաններ, 5 ճաշասենյակ, հանդիսության դահլիճներ, լողավազան եւ նույնիսկ հիվանդանոց։ Նավը տեղափոխում էր բացառապես հարուստ եւ պաշտոնյա կամ հայտնի մարդկանց եւ դրա պատճառով էլ ինքը համարվում էր մեծահարուստների նավ։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Queen Marine կատարում է տարբեր շրջագայություններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նավը սարքում է ռազմական նավ, ներկում է նրան ամբողջությամբ մոխրագույն եւ ուղարկում Երկրորդ համաշխարհային պատերազմ Կանադա ծառայության։ Ծառայության տարիներին Queen Marine տեղափոխեց ավելի քան 850,000 զինվորական եւ ծառայության ժամանակ նրան տեսնում են մոխրագույն ներկված եւ սկսում են անվանել մոխրագույն ուրվական։ Կռիվը ավարտվելուց հետո Queen Marine-ին հետ են բերում իր տեսքին եւ նա սկսում է նորից ծառայել որպես շարժական փոխադրամիջոց։ Queen Marine-ն դադարեց ծառայել որպես փոխադրամիջոց, քանի որ ինքնաթիռները ավելի արագ ու ապահով միջոց էին դառել, եւ 1967 թվականի դեկտեմբերի 5-ին նավը կատարեց իր վերջին ուղևորությունը դեպի ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Long Beach քաղաք, որտեղ մինչև հիմա գտնվում է, բայց ինքը այժմ ծառայում է որպես հյուրանոց, եթե Ամերիկայում եք ապրում, կարող եք գնալ եւ ինչքան ուզում եք մնալ։ Այժմ եկավ ձեր կողմից ամենաշատ սպասված պահին, այժմ խոսում ենք Queen Marine-ի շրջագայությունների ժամանակ կատարված պարանորմալ երևույթների մասին։ Խոսածը քո դուր եկավ։ Queen Marine-ն հիմա որպես հյուրանոց շատ հաջողակա, ունի շատ այցելուներ, բայց պատճառը ոչ թե իր ճոխ տեսքն է լավ սպասարկումը, այլ այն փաստը, որ շատ ու շատ մարդիկ տեսնում են պարանորմալ երևույթների։ Queen Marine-ն իր 30 տարվա շրջագայությունների ժամանակ նավի վրա մահացել են ավելի քան 16 Queen Marine-ի աշխատող եւ 49 այցելու։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Queen Marine-ն ուղեկցում էր մի այլ ուրիշ փոքր նավ ու շատ անկանոն շարժումներով էր ուղեկցում ու մի օր էլ մի առավոտ Queen Marine-ն անպատահական ամբողջությամբ մխրճվում է իրեն ուղեկցող փոքր նավի վրա։ Նավի մեջ եղած բոլոր 300 ուղևորները մահանում են եւ Queen Marine-ն անգամ չի փորձում օգնել նավի վրա եղած մարդկանց։ Queen Marine-ի նավի մեջ փորձագետների ասելով շրջում է ավելի քան 150 ուրվական։ Queen Marine-ի նավում կան շատ ու շատ սենյակներ, որոնք հանրության համար անհասանելի եւ այնտեղ չի կարելի մնալ։ Սենյակներից գլխավորը լինելով սենյակ համար B340-ը։ 1948 թվականին բրիտանացի Walter Adamson անունով մի այցելու մահացել է հենց B340 սենյակում տարօրինակ հանգամանքներում եւ ուրիշ այցելուների պնդմամբ ասում են, որ իր ուրվականը շրջում է հենց B340 սենյակում։ 1960 թվականին B340 սենյակում մնացող մի կին
Գիշերը արթնանում եւ տեսնում որ վրայի վերմակը ծածկոցը վրայից քաշում են եւ տեսնում մահճակալի կողքին կանգնած մի տղամարդու, որը նայում էր հենց ուղիղ իր աչքի մեջ։ Այդ ժամանակ գոռում արագ կանչում անվտանգության աշխատակիցների, բայց մինչև անվտանգության աշխատակիցները տեղ կասնեն, այդ երևույթը կամ կերպարը այդտեղից ուղղակի անհետանում է։ Նույն դեպքը կրկնվում է մի քանի անգամ տարբեր մարդկանց հետ։ Մարդկանց բնույթում քույրերում B340 սենյակում լույսերը անջատվում միանում են, սենյակի դուռը տուկ-տուկ են տալի, գնում բացում են, տեսնում են ոչ մի մարդ չկա, կահույքը շարժվում է հենց իրենց աչքի առաջ եւ մի շարք այլ պատմություններ կապված B340 սենյակի մասին։ Հավաքարարները մինչ այսօր պնդում են մի պատմության մասին, երբ B340 սենյակում մի քանի օր մարդ չի մնացել եւ հենց նոր մարդ է եկել մնալու եւ նրանք գնացել են այդ սենյակը մաքրել վերջացնելուց հետո տեսել են, որ ծածկոցը հայտնվել է գետնին եւ կահույքը շուռ է եկել։ Մեկ այլ ուրիշ դեպք, երբ մի օր հյուրանոցի հաշվապահը առավոտյան շտապ գործ է ունենում անելու եւ որոշում է բոլորից շուտ արթնանա, գնա գործ անի, մինչեւ մյուսները գան։ Այդպես գնում է նստած գործ անում, մեկ էլ տեսնում է մի սպիտակ եւ թափանցիկ կերպարի, որը վազում է դռան կողքով, այդպես գոռալով դուրս է վազում սենյակից եւ այնուհետեւ էլ չկարողանալով նավում աշխատել, դուրս է գալի աշխատանքից։ Այս դեպքը Queen Mary նավում շատ ու շատ հայտնի է։ Սովորական մի երեքշաբթի առավոտ էր, խոհարարները առավոտյան արթնանում են, գնում խոհանոց, որպեսզի նավի մեջ գտնվող մարդկանց համար սկսեն ուտելիք պատրաստել եւ հանկարծ խոհարարներից մեկը բացելով վառարանի դուռը տեսնում է մեկ այլ խոհարարի մարմին, վառված եւ անշնչացած։ Այս դեպքը մնում է Queen Mary նավում գլխավոր առեղծված։ Հայտնի է նավում, որ նավի նկուղում մի 19 տարեկան տղա է մնում մեխանիկական դռան արանքում եւ մահանում, այնուհետեւ այդ դեպքից հետո տարիներ անց հյուրերը պնդում են, որ տեսել են 19 տարեկան տղայի ուրվականը, մոտենում են իրենց եւ հարցնում, թե գործիքներս չեք տեսել, եթե պատասխանում են ոչ, ապա հենց իրենց աչքի առաջ այդ կերպարը անհետանում։ Այժմ հերթը հասավ նավի միջի ամենահայտնի եւ մեր վերջին վայրի մասին, եւ դա Queen Mary նավի լողավազանն է։ Queen Mary նավում լողավազանը ամենահայտնի վայրերից է, լողավազանում մահացել են շատ ու շատ երեխաներ, կա մի պատմություն, որ լողավազանում սպանել են Ջաքի անունով մի աղջկա եւ դեպքը մնացել է առեղծված եւ չի բացահայտվել։ Այնուհետև տարբեր մարդկանց պնդմամբ ասում են, որ աղջկա հոգին շրջում է ամբողջ նավով։ Եվ տարբեր բլոգերներ լողավազանի հատակին տեսնում են մի հալված շոկոլադ, որի կողքը գրած էր to Jackie, այսինքն Ջաքի համար։ Եվ մեր պատմությունը հասավ իր տրամաբանական ավարտին։ Դե ինչ ժողովուրդ ջան, հիմնականում այսքանն էր վիդեոն, չենք մոռանում դնել լայքն ու բաժանորդագրվել իմ ալիքին, եթե կուզենաք Queen Mary երրորդ մասը, ապա մեկնաբանություններում դնում ենք պլյուս, չենք մոռանում դնել լայքն ու բաժանորդագրվել, բոլորին ցտեսություն։